Սարսափելի լուրը կրկին ցնցեց հասարակությանը. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում, որը խլեց 3 երիտասարդի կյանք։ Դեպքը տեղի է ունեցել Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, մի ճանապարհ, որը վաղուց արդեն հայտնի է իր վտանգավորությամբ, կտրուկ ոլորաններով և հաճախ անկանխատեսելի պայմաններով։ Ականատեսների և նախնական տեղեկությունների համաձայն, Օփել Մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի անգամ գլորվել և գլխի վայր հայտնվել ձորում, այդ մասին հայտնում է նաև Շամշյան.com-ը։ Մեքենայի մեջ գտնվող 4 երիտասարդներից 3-ը մահացել են տեղում, իսկ մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բայց սա պարզապես թվեր չեն։ Սրանք կյանքեր են, չիրականացած երազանքներ, ընտանիքներ, որոնք մեկ ակնթարթում կործանվեցին։ Ինչ կարող էր լինել վթարի պատճառ։ Նման ողբերգությունների դեպքում հաճախ միանշանակ պատասխան չկա։ Սովորաբար գործ ունենք մի քանի գործոնների համադրության հետ։ Սիսիան-Գորիս ճանապարհը պահանջում է զգուշություն։ Եթե վարորդները գերազանցում են թույլատրելի արագությունը և մի փոքր մեքենայի կառավարումը նման ոլորաններում, դառնում է չափազանց դժվար։ Իհարկե, հաշվի պետք է առնվեն նաև ճանապարհային պայմանները։ Լեռնային այս հատվածում հաճախ լինում են անձրևներ, մառախուղներ, սառույց, անբավարար լուսավորություն, վտանգավոր շրջադարձեր առանց պատշաճ նշումների։ Եթե այս գործոններին ավելանում է մարդկային սխալը, վթարը դառնում է գրեթե անխուսափելի։ Ավտոմեքենայի արգելակների, անվադողերի կամ ղեկային համակարգի փոքր խնդիրն անգամ կարող է ճակատագրական լինել նման ճանապարհներին։ Եվ իհարկե մարդկային գործոնը։ Հոգնածություն, հեռախոսով խոսել կամ նույնիսկ մի քանի վայրկյան շեղվելը կարող է հանգեցնել ողբերգության։ Ինչու չեն կանխվում նման ծանր վթարները։ Սա ամենացավոտ հարցերից մեկն է։ Ամեն անգամ ողբերգությունից հետո նույն հարցերն են բարձրանում, բայց լուծումները հաճախ մնում են կիսատ։ Ճանապարհների անվտանգություն։ Չնայած որոշ հատվածներում իրականացվում են վերանորոգումներ, դեռ կան բազմաթիվ վտանգավոր վայրեր, որտեղ պաշտպանիչ արգելապատնեշները բացակայում են կամ թույլ են, նախազգուշացնող նշանները բավարար չեն։ Արագաչերփերի և ճանապարհային վերահսկողության համակարգերի սահմանափակ կիրառումը թույլ է տալիս վարորդներին հաճախ խախտել կանոններն առանց հետևանքների։ Շատ վարորդներ դեռևս չեն գնահատում ռիսկերը, հատկապես երիտասարդները, որոնք երբեմն գերագնահատում են իրենց կարողությունները։ Չկա բավարար իրազեկում, թե ինչ վտանգներ են իրականում լեռնային ճանապարհներին թաքնված։ Եվ վերջապես, ով է պատասխանատու այս ամենի համար։ Պատասխանատվությունն իհարկե բազմաշերտ է։ Առաջին հերթին մեքենան վարող անձը պատասխանատու է իր և ուղևորների կյանքի համար, բնականաբար պետությունը և համապատասխան մարմինները, ճանապարհների կառուցման և պահպանման որակը, անվտանգության միջոցների ապահովումը, վերահսկողության իրականացումը։ Մեր ընդհանուր վերաբերմունքը ճանապարհային կանոնների նկատմամբ նույնպես մեծ դեր ունի։ Երբ խախտումները դառնում են սովորական, դրանց հետևանքները դառնում են ողբերգական։ Եվ այստեղ ամենացավալին է։ Այս պատմության ամենածանր մասն այն չէ, թե ինչ է տեղի ունեցել, այլ այն, թե ինչ կարող էր չլինել։ 3 երիտասարդներ, որոնք ունեին ապագա ծրագրեր, երազանքներ, միգուցե նրանք շտապում էին, միգուցե պարզապես ուզում էին արագ հասնել տեղ, բայց այդ մի քանի վայրկյանը փոխեց ամեն ինչ։ Մնում են ծնողները, ովքեր սպասում էին իրենց երեխաներին, մնում են ընկերները, որոնց համար այս կորուստը կմնա ողջ կյանքի ցավ։ Այսպիսի ողբերգություններից հետո ամենակարևոր հարցը ոչ թե ինչու եղավ, այլ ինչպես չկրկնվի։ Վարել ավելի զգուշորեն, հատկապես վտանգավոր ճանապարհներին, երբեք չգերազանցել արագությունը, չօգտվել հեռախոսից վարելու ընթացքում, հետևել մեքենայի տեխնիկական վիճակին, պահանջել ճանապարհների անվտանգության բարելավում։ Այս վթարը պարզապես հերթական դեպքը չէ, սա հիշեցում է, որ կյանքը ճանապարհին կախված է վայրկյաններից, և երբեմն այդ վայրկյանը բավական է ամեն ինչ կորցնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր մարտի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ-ն իր վարած Օփել Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով քարերին բախվելով հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ П-ն, 22-ամյա Արմենակ Խ-ն և 22-ամյա Լևոն Ա-ն տեղում մահացել են։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես ասում են, խոսքերն ավելորդ է, մենք ևս միանում ենք բոլոր ցավակցական խոսքերին ու երիտասարդների ընտանիքներին միայն ուժ ու համբերություն ենք ցանկանում այս ծանր պահին։ Na na